մենք հարց ենք տալիս, առաջարկ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մեր ժողովուրդն է իշխանության առաջին աղբյուրը, եւ մենք վերադառնում ենք այդ տրամաբանության։ Եվ բաց փոխելով խաղի կանոնները, չենք գնում ինչ-որ սխեմաների իրագործման վերջում մարդկանց դնում դե ֆակտո փաստի առջև։ Ի սկզբանե քաղաքացիներին ասում ենք, որ մենք սենց ենք պատկերացնում, սա է մեր տեսլականը, պարոն Կարապետյանն է մեր պատկերացրած ուժեղ Հայաստանի ուժեղ առաջնորդը։ Եթե մեր երկրում Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կկիսեն մեր տեսլականը, ինչը թե սոցհարցումներով, թե մարդկային ահռելիներ հոսքով մենք տեսնում ենք, որ այո, ունենք հանրային աջակցություն։ Այդ պարագայում մենք կյանքի կկոչենք այս սխեման, բայց որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է լինելու։ Մենք այստեղ եւս խաղի կանոնը փոխելու ենք, ի հեճուկս այսօրվա իշխանության, որը անընդմեջ ապավինում է ժողովրդի կամքին եւ անընդմեջ շրջանցում է ժողովրդի կամքը, մենք հռչակում ենք հիմնարար սկզբունքներ։ Դա մեր ժողովրդի հանրային մասնակցելիությունն է գործընթացներին, մեր հաշվետվողականությունն է ու ազնվությունն ու թափանցիկությունն է մեր հանրության, մեր ժողովրդի հետ։ Այո, մենք առաջարկում ենք միայն ժողովուրդն է վերջնարդյունքում որոշելու, արդյոք պարոն Կարապետյանը կդառնա վարչապետ, թե չէ։ Ու ասում եմ, մենք մեծ հաղթանակի ենք, գնում, մենք գնում ենք որակյալ մեծամասնության հետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ մենք այս տեխնիկական փոփոխությունը մեր ժողովրդին առաջարկում ենք մի նպատակով, որպեսզի հետո այս իշխանությունները չկարեն սահմանադրություն Ադրբեջանի նախագահի հագով։